Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանոթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1194-րդ օրն է։ Հունիսի 1-ի գիշերը Ռուսաստանը ևս մեկ համակցված հարձակում սկսեց Ուկրաինայի դեմ։ Հարձակման տակ էին մի շարք շրջաններ, այդ թվում Կիևը։ Մայիսի 31-ի երեկոյից սկսվեց ռուսների դրոնների և հրթիռների հարձակումը Ուկրաինայի վրա։ Երեկոյան ժամը 21-ից մինչև այսօր առավոտյան 11:15 հյուսիսային, արևելյան և որոշ կենտրոնական շրջաններում օդային հարձակման տագնապը տևել է ավելի քան 10-ից 13 ժամ։ Ռուսական դրոնները տարբեր ուղղություններից ալիքներով թռել էին Ուկրաինայի տարածքի վրա։ Հայտնի է նաև, որ թշնամին արձակել է բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Թշնամու թիրախում էին Կիևը, Կիևի մարզը, Զապորոժիան, Խարկովը և Կիրովոգրադի մարզերը։ Բնակչության շրջանում զոհերի և կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների հարվածներից հնարավոր եղավ խուսափել մեր հոպ-միջոցների շնորհիվ, սակայն Խարկովի և Զապորոժիեի մարզերում ամեն ինչ չէ, որ այդքան թեթև է անցել, այնտեղ կան հրդեհներ և ավերածություններ։ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանումներին, այնտեղ կան զոհեր և վիրավորներ։ Ես Պուտինի այս պոռթկումը կապում եմ Ստամբուլի այսպես կոչված բանակցությունների հետ։ Երեկ նաև Պուտինի համար շատ վատ պատկեր էր Բրյանսկի մարզում։ Այնտեղ երեք պայթյուն և կամուրջների փլուզում է տեղի ունեցել։ Երկաթգծի վրա ռուսական մամուլը հայտնում է զոհերի մասին։ Ուկրաինական գենշտաբը մեր եթերը պատրաստելու պահին դեռ հայտարարություններ չի արել, բայց ասեմ, որ ոչ մի զարմանալու բան չկա, երբ Ուկրաինայի վրա նոր կետից հարձակվող ռուսական զորքերի շարժի ուղղությամբ միջադեպեր են լինում։ Իրոք զարմանալու բան չկա, եթե Պուտինը ուզում է պատերազմը նաև Սումիի մարզում վարել, ուրեմն պետք է պատրաստ լինի ընդունել այն Բրյանսկի մարզում, ինչու չէ, Կալուգայում և այլ մարզերում։ Երեկ արդեն ասել եմ, որ ուկրաինական ուժերը մահվան գոտին ռազմաճակատի գծից խորացրել են մինչև 45 կիլոմետր դեպի ռուսական տարածքի խորքը։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 166 մարտական բախում։ Ուկրաինական ուժերը առաջխաղացում են ունեցել Զապորոժիեի մարզի արևմուտքում և հաջող հակագրոհ են անցկացրել Տորեցկի մոտակայքում, Տորեցկը Դոնբասում է, գիտեք։ Միաժամանակ ռուսները առաջխաղացում են ունեցել Լիմանի մոտ և գրավել են Սումիի մարզում ևս մեկ գյուղ։ Ուկրաինական զորքերը հարվածել են օկուպանտների 15 կարևոր օբյեկտների։ Այսպիսին են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի և պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի տվյալները։ Հակառակորդը փորձում է հարձակվել 9-ից 10 ուղղությամբ։ Ուկրաինական ստորաբաժանումները հակահարված են տալիս, պաշտպանելով իրենց դիրքերը և անհրաժեշտության դեպքում հակագրոհ են իրականացնում նոր դիրքեր գրավելու համար։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են իրենց գործողությունները Կուրսկի ուղղությամբ։ Վերջին 24 ժամվա ընթացքում այս ուղղությամբ տեղի է ունեցել 35 զինված բախում։ Ասեմ, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսները Ուկրաինայի դեմ մարտերում կորցրել են ևս 1230 զինվոր։ Ուկրաինայի զինված ուժերը նաև ոչնչացրել են թշնամու 344 միավոր տեխնիկա և սպառազինություն։ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ 25 թվականի հունիսի 1-ը թշնամու ընդհանուր մարտական կորուստները ըստ ուկրաինական գենշտաբի կազմում են մոտավորապես 988.560 զավթիչ։ Ուկրաինական դրոնները շարունակում են գործել օկուպացված տարածքներում, ինչպես նաև Ռուսաստանում։ Բարի դրոնները տխրեցնում են Պուտինին Մորդովիայից մինչև Իրկուտսկ և Մուրմանսկ։ Կրեմլի կոլոտը կորցնում է ռազմավարական ինքնաթիռներ, որոնցով Ուկրաինային էր հարվածում։ Մեր տելեգրամում բազում հաճելի կադրեր ունենք։ Նույնիսկ Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ականատեսները նկարահանել են բարի դրոնների թռիչքի պահը։ Ուկրաինան հարվածներ է հասցրել ռուսական ռազմավարական ավիացիայի Օլենիա բազային։ Մեր եթերը պատրաստելու պահին շարունակվում են խոցումները Ռուսաստանի տարածքում։ Հարվածի տակ է նաև Ռյազանի Ձյագիլևը ռազմական օդանավակայանը։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ՍԲՈ-ն ներկայումս իրականացնում է Սարդոստայն լայնածավալ հատուկ գործողությունը, ռուսների լեզվով ասած օպերացիան, թշնամու թիկունքում ռուսական ստրատեգիական ռմբակոծիչ ինքնաթիռները ոչնչացնելու համար։ Իմիջիայլոց սրանց մեծ մասը Բուդապեշտի մեմորանդումի համաձայն Ամերիկայի հորդորով մերոնք տվել են Ռուսաստանին իբր անվտանգության գարանտիաների դիմաց։ Երեկ այդ թեմային անդրադարձել ենք Վլադիմիր Ֆեսենկոյի հետ անալիտիկա ալիքում հարցազրույցում։ Կարծես դիտումները քիչ էր, կխնդրեի անպայման նայել, որովհետև շատ կարևոր թեմաների ենք անդրադարձել։ Հղումը կդնեմ այս եթերի նկարագրության մեջ։ Ըստ
Ազգային անվտանգության ծառայության SBU-ի աղբյուրների ուկրաինական դրոնները օգտագործվում են ամեն գիշեր ուկրաինական քաղաքները ռմբակոծող ինքնաթիռները թիրախավորելու համար։ Այս պահին հայտնի է, որ խոցվել է ավելի քան 40 ռուսական ինքնաթիռ, այդ թվում A-50, Tu-95 եւ Tu-22 M3 կատեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է այրվում Բելայա օդանավակայանը։ Թշնամու ինքնաթիռները նախնական տվյալներով վնասվել են ավելի քան $2 միլիարդ արժողության։ Մենք սպասում ենք մանրամասների եւ մենք հույս ունենք, որ վնասված ինքնաթիռների թիվը կաճի։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում գտնվող Բելայա հեռահար ավիացիայի ռազմական ավիաբազայում տեղակայված են Tu-22 M3 ինքնաթիռներով զինված ավիացիոն գնդերը եւ 181-րդ առանձին համակցված ավիացիոն էսկադրիլիայի An-12 եւ An-30 ինքնաթիռները։ Դե ուր են այն մեծ բրդող պուտինիստները։ Մտեք մեր Telegram-ը նայեք ու սկսեք գրել, որ Պուտինին իբր հաղթել չի լինի։ Հիշում եք, երեկվա եթերում Վլադիվոստոկի մասին պատմելուց ասացի, որ այլևս Ռուսաստանում տեղ չկա, որտեղ կարող են պատսպարվել ռուս ռազմական հանցագործները։ Դե ես ու հենց այնպես բան չէի ասում։ Ստացեք հարվածները, չմոռանաք տակը ստորագրել։ Պայքարը շարունակվում է, այսօրվա համար այսքանը։ Ինձ թվում է ոգևորիչ տեղեկատվությունը Կիրակնորյա լավ երեկոյի գրավականն է։ Շատ շնորհակալ եմ մեր լսարանին ձեր օգնության, լայքերի, հեռարձակումների տարածման եւ ալիքին բաժանորդագրվելու համար։ Հատկապես խնդրում եմ չմոռանալ բաժանորդագրվել նոր ալիքին, ինչպես արդեն ասացի, երկու ալիքներն էլ կաշխատեն զուգահեռ։ Մաղթում եմ ձեզ հաճելի Կիրակնորյա երեկո, կհանդիպենք։